որպեսզի ավելի պատկերավոր եւ հստակ լինի հոգեոր կյանքի աճի պատկերացումը, երեխայի ուսման օրինակով զուգահեռ անցկացնենք։ Որ երեխան գնում է դպրոց, սկզբում իր համար շատ անհասկանալի է, անիրական է, ամեն ինչ, տառերը, ուսուցիչները, դասագրքերը, մթնոլորտը, ամեն ինչ անհասկանալի, անիրականանալի է։ Բայց ծնողները, ուսուցիչները հետևողականորեն պահանջում են, որ երեխան անպայման այդ դժվար ու անհասկանալի աշխարհին ծանոթանա քայլ առ քայլ։ Առաջին հաջողությունը, երբ որ արձանագրում է երեխայի մոտ, ասենք ինչ-որ մի տառ է սովորում կամ ինչ-որ մի բան է, սերտում ուրախանում է։ Այսինքն մեծ ուրախություն։ Բայց դա սկիզբն է։ Դեռ ինքը երկար ճանապարհ պետք է անցնի։ Ճիշտ այդպես էլ հոգևոր կյանքն է։ Երբ որ մենք աշխարհիկ մթնոլորտից մտնում ենք հոգևոր կյանք եւ հստակ է որոշումը, ձգտումը մի օրվա չէ, այլ ամբողջ կյանքի ձգտումը, մենք ուզում ենք գնալ առ Աստված, ամբողջովին նվիրումով։ Առաջինը բնականաբար ավետարանի ընթերցանությունն է։ Ավետարանը, երբ որ կարդում ենք, այնտեղ մեզ համար բաներ են բացահայտում, Սուրբ Հոգին մեզ բացահայտում է։ Եվ առաջին ոգևորվածությունը շատ բուռն է։ Ինչպես երեխայի առաջին տպավորությունը սեպտեմբերի 1-ից, առաջի օրը դպրոցի չէ, սեպտեմբերի 1-ին գնաց, ուսուցիչները ամեն ինչ գեղեցիկ, ճիշտ այդպես էլ հավատացյալը, առաջին ոգևորվածությունը բուռն է։ Բայց դե լավ է, որ բուռն է, լավ է, որ հզոր է։ Հետո առաջին դասը անցավ, երկրորդ դասը, երրորդ դասը, արդեն այդ ոգևորվածությունը կամաց նստում է, գալիս է աշխատասիրությունը։ Երեխան պետք է աշխատասեր լինի։ Պետք է քայլ առ քայլ սովորի ուսուցիչներին, սովորի դասասենյակներին, սովորի դասագրքերին եւ հարատևի դրա մեջ, հեշտ չի երեխային։ Ճիշտ այսպես էլ առաջի ոգևորվածությունը քրիստոնեական կյանքի հաջորդում է հարատև աշխատանք։ Պետք է սովորի Սուրբ Գիրքը կարդալ, հասկանալ եկեղեցու Սուրբ Հայրերի մեկնություններ, հոգևորականների քարոզներ ու վարդապետություններ լսելով, հարատևի պետք է։ Առաջինը կարծեմ թե կրթությունն է։ Դի լավ կրթվի, Սուրբ Գիրքը լավ ճանաչի, լավ սովորի, որպեսզի կարողանա ամուր հիմք ունենալ հավատքի, որպեսզի գոնե քրիստոնեական տարրական գիտելիքներ ունենա, ինչպես երեխայի համար ամենաառաջինը որն է, գրաճանաչությունը, պետք է գրել, կարդալ, գոնե իմանա։ Ճիշտ այդպես էլ հոգևոր կյանքում պետք է Սուրբ Գրքի ամենահասարակ պարզ իմացությունն ունենա։ Եվ սա հիմքն է, որից հետո արդեն գալիս է հոգևոր կյանքի գիտությունը, գիտակցությունը։ Այսինքն իր հասկացածը, իր իմացածը նաև կյանքի ընթացքում է փորձառություն ձեռք բերում հոգևոր աղոթքներով եւ ավետարանի ընթերցանությամբ, այսինքն ավետարանի իմացությունից հետո գալիս է աղոթքը։ Պետք է սովորի եւ սիրի աղոթել, որպեսզի կարողանա իր կարդացածը կյանքի վերածել։ Ճիշտ այդպես էլ երեխան դպրոցում արդեն կամաց ռեժիմին է սովորում, պարտաճանաչ պետք է լինի, դասերին ոչ միայն պետք է հետևի, այլ նաև պետք է դասերը սովորի բոլորը, բաց չթողնի, գիտակցությունն ու կյանքը, վարքը, այդպես էլ քրիստոնյայի կյանքը
Ավետանի ընթարցանություն, հավատք և գործեր, հավատքին անած գործերի մեռածը, գործերն արած հավատքի մեռած են, և սա երկարատև, երեխան 10-ից 12 տարի է դպրոցում սովորում, իսկ քրիստոնյան ամբողջ կյանքն է սովորում, և որքան հարատև է լինում աղոթքի և հոգևոր կյանքում, այնքան փորձառություն է ձեռք բերում, այնքան ամուր է լինում, այնքան իր ընկնելը անհավականական է լինում, անգամ ընկնելու պարագային էլ արագ ոտքի է կանգնում, ինչպես լավ սովոր երեխան արդեն ինքը վստահություն է ձեռք բերում, ուսուցիչները նրան վստահում են, արդեն գիտեն, որ սա լավ սովորող երեխա է, վստահում են իրեն, ինքն էլ վստահ է, կարող է մի պահ լինի, ինչ-որ դաս սովորած չլինի, բայց շատ անք հազվագյուտ են, հազվադեպ են լինում, կամ հոգնած լինի, ինչ-որ մի դասից բացակայի, սա լինում է, այսինքն անկումներ լինում են, բայց այնքան մեծ իր մոտ այդ կարգապահությունը, որ այդ կարգապահությունը իր դառնում է իր հաջողության գրավականը, ճիշտ է, ես էլ քրիստոնյայի կյանքում եմ, հավատքի, աղոթքի և Սուրբ Գրքի ընթերցանության հարատևությունը ապահովում են վստահություն, հավատքն է առաջանում, հետո հույսը, հետո սերը, և բնականաբար կյանքում նաև փորձություններ լինում, այդ փորձությունները, նեղությունները, անկումները իրեն չեն վհատեցնում, քրիստոնյան ընկնելուց հետո ավելի է բարձրանում, այդպես է, զսպանակի նման է, ինչքան դու իրեն գցում ես, ինքը ավելի է բարձրանում, անգամ եկեղեցու սյուները, երբ որ ընկնում են, Պետրոս առաքյալը ընկավ, Պողոս առաքյալն ընկավ և ավելին կանգնեցին և դարձան առաքյալներ բոլոր ժամանակների համար, ուրեմն ճիշտ այսպես էլ մենք պետք է այս հարատևությունը զգանք հոգևոր աճը մեր մեջ պետք է զուգահեռ մեր կյանքին գնա, մենք քայլ առ քայլ, օրեց օր պետք է աճենք, և եթե տեսեք, եթե երեխան այս ուսմոն հանդեպ մեծ սերն ունի, միգուցե համալսարան էլ ընդունվի, մեկը կա, որ ապահովեց իր հոգևոր կրթությունը վերջացրեց, հասկացավ, որ համալսարանը իր համար չէր, գիտությունը իր համար չէ, ասպիրանտուրան գիտնական լինել իր համար չէ, բայց այդ կրթությունը հոգևոր է, այդ կրթությունը որ դպրոցում ստացավ, ինքը իր ամբողջ կյանքի համար իրար օգտակար է, լավ մարդ է ինքը դառնում, ճիշտ այդպես էլ հավատքի մեջ է, մեկ ու հոգևոր աստվածաբանական ձգտում ունի, երկարականում դառնում է հոգևորական, մյուսը այդքան ձգտում չունի, բայց իրար Սուրբ Գրքի իմացությունը պարտադիր է, այս երկուսը պետք է, Սուրբ Գրքի որոշակի իմացություն և աղոթք, բոլոր քրիստոնյաներին սա պետք է, անհրաժեշտ է, որպեսզի իրենք հոգևոր կյանքի ուղուց չշեղվեն, ոմանք ավելին են, ձգտում ավելի են փափագում, դառնում են հոգևորական, վարդապետ, վերջը ավելի են հառաջանում, ինչպես Պողոս առաքյալը դարձավ առաքյալ բոլոր ժամանակների համար, ուրեմն չվախենանք անկումներից, չվախանանք դժվարություններից, նեղություններից, հոգևոր կյանքի վայրի վերումներից, այն ներքին մեր վստահությունը, այն ներքին կրթությունը, հավատքի գիտակցությունը, որ մենք ունենք, նա մեզ միշտ առաջնորդելու է, ինչքան էլ ընկնենք, կանգնենք, ինչպես անապատակած հայրերից մեկը աշակերտին ասում է, ընկել ես կանգնիր, ասում է նորից եմ ընկնում, ասում է նորից կանգնիր, շատ եմ ընկնում, շատ կանգնիր, ամբողջ կյանքում եմ ընկնում, մինչև վերջ կանգնիր, ասեց հոգևոր հայրը, և կփրկվես, ամեն։